Իրանի բարձրագույն խորհրդի կողմից երկրի հաջորդ գերագույն առաջնորդ է ընտրվել Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին։ Իրանը դեռ պաշտոնապես չի հայտարարել լուրը, սակայն տեղական եւ միջազգային որոշ պարբերականներ նույնիսկ մանրամասներ են ներկայացրել։ Ըստ տեղեկությունների, Իրանի հաջորդ գերագույն առաջնորդի ընտրության համար պատասխանատու բարձրաստիճան հոգեվորականները երեքշաբթի հավաքվել են քննարկման, ընտրել Խամենեիի որդուն եւ նույնիսկ քննարկել նրան իրավահաջորդ հայտարարելու հնարավորությունը արդեն չորեքշաբթի առավոտյան, սակայն ոմանք մտավախություն են հայտնել, որ դա կարող է նրան թիրախ դարձնել ԱՄՆ-ի եւ Իսրայելի համար։ Նախորդ գիշեր Իրանն Իսրայելի ուղղությամբ հերթական հրթիռային հարձակումն է իրականացրել։ Իսրայելի կենտրոնական հատվածում բալիստիկ հրթիռների կիրառմամբ իրականացված ռազմական գործողությունն ըստ տարբեր հաշվարկների նմանատիպ 5-րդն է մեկ օրվա ընթացքում։ Որոշ ԶԼՄ-ների տեղեկություններով Իրանը հարձակվում է Իսրայելի տարածքի վրա, այդ թվում կլաստերային մարտագլխիկներով հրթիռներով։ Մյուս կողմից էլ աշխատել է իսրայելական ռազմատեխնիկան։ Երկրի բանակը պնդում է, որ հարված է հասցրել Իրանի մայրաքաղաքում գտնվող գաղտնի միջուկային կենտրոնին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակը նշել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը մեկ օրում ավելի շատ ռումբեր են նետել Իրանի վրա, քան 2025 թվականի ամբողջ 12-օրյա գործողության ընթացքում։ Իրանի ռազմական գործողությունները շարունակվում են նաև Արաբական Միացյալ Էմիրությունների ուղղությամբ։ Երկրի արտգործնախարարության տվյալներով էմիրությունները փետրվարի 28-ից հետո ավելի քան 1000 հարձակման է ենթարկվել Իրանի կողմից, ինչը ըստ հաշվարկների գերազանցում է մյուս բոլոր թիրախային երկրների ենթարկված հարձակումների ընդհանուր թիվը։ Ըստ թարմ տվյալների, վերջին գործողությունների արդյունքում հրդեհվել է Դուբայում ԱՄՆ հյուպատոսությունը։ Բահրեյնը ոչնչացրել է 74 հրթիռ եւ 92 անօդաչու թռչող սարք այն պահից, երբ Իրանը սկսել է հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում գտնվող թիրախներին, հայտնում է երկրի բանակը։ Գլխավոր հրամանատարությունը հայտնում է, որ բալիստիկ հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի օգտագործումը քաղաքացիական ենթակառուցվածքների եւ մասնավոր սեփականության վրա հարվածներ հասցնելու համար ներկայացնում է միջազգային մարդասիրական իրավունքի եւ միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության կոպիտ խախտում, մասնավորապես ընտրողականության եւ համաչափության սկզբունքի առումով, նշվում է Բահրեյնի բանակի հայտարարությունում։ Անհաջող միջամտությունների թվերը սակայն չեն հրապարակվում։ Էմանուել Մակրոնը կարգադրել է Շարլ դե Գոլ ավիակիրն անհապաղ տեղակայել միջերկրական ծովի արևելյան հատվածում։ Ֆրանսիայի նախագահը ստեղծված ճգնաժամի եւ իրավիճակի ապակայունացման հիմնական պատասխանատու համարում է հենց Թեհրանին։ Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ֆրանսիական ռազմաբազան արդեն իսկ թիրախավորվել էր իրանական անօդաչուներով։ Պաշտոնական Փարիզն այժմ ստիպված է Ռաֆալ կործանիչների միջոցով պաշտպանել իր վտանգված շահերն ու զինվորականների անվտանգությունը։ Այդուհանդերձ Մակրոնը ավելի վաղ քննադատել էր Իրանի դեմ սկսված պատերազմը, կանխատեսելով հակամարտության տարածումը մինչև Եվրոպայի սահմաններ։ Դոնալդ Թրամփն ակնարկել է, որ հնարավոր է հենց ինքն է դրդել Իսրայելին հարձակվել Իրանի վրա եւ սպառնացել է խզել կապերը Իսպանիայի հետ։ Ավելի վաղ Իսպանիան արգելել էր Միացյալ Նահանգներին օգտագործել իրենց ռազմաբազաները։ Սպիտակ տունն այժմ ենթարկվում է սուր քննադատության, ռազմական գործողությունների գոտուց սեփական քաղաքացիների տարհանումը տապալելու համար։ Պատերազմի մեկնարկից 3 օր անց հազարավոր ամերիկացիներ մնացել են Մերձավոր Արևելքում, փակ օդանավակայանների եւ պաշտոնական աջակցության բացակայության պայմաններում։ Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան հրաժարումը օգնել իր քաղաքացիներին առաջացրել է օրենսդիրների զայրույթը Իսրայելին տրվող միլիարդավոր դոլարների ֆոնին։ Մինչ նավթի համաշխարհային գները շեշտակի աճում են, Վաշինգտոնը տարածաշրջանի առանցքային երկրներում չունի նույնիսկ հաստատված դեսպաններ ճգնաժամը կառավարելու համար։ Նախագահ Թրամփի հավաստիացումները ռազմական անխոցելիության մասին լիովին հակասում են տիրող կազմակերպչական քաոսին եւ անկառավարելի իրավիճակին։ Լիբանանի բանակը Սաիդայի շրջանում ձերբակալել է Հեզբոլլահի 12 անդամի։ Զինվորական դատախազությունը կարգադրել է քրեական հետապնդում սկսել Իսրայելի ուղղությամբ հրթիռներ արձակած բոլոր անձանց նկատմամբ։ Միաժամանակ Իսրայելը հայտարարել է Թեհրանում լիբանանյան ստորաբաժանման հրամանատարի սպանության մասին։ Իսրայելական կողմի պնդմամբ սա պատասխան հարվածներ Հեզբոլլահի գործողություններին, որոնք իրականացվում են Իրանի հոգևոր առաջնորդի սպանությանն ի պատասխան։ Վերջին 2 օրվա ընթացքում Լիբանանի տարածքում իսրայելական ռմբակոծությունները խլել են ավելի քան 50 մարդու կյանք։
Ռազմական գործողությունների սրման հետևանքով տեղահանվածների թիվն արդեն գերազանցել է 58,000-ը։ Երուսաղեմի եւ Լիբանանի հայկական թաղամասերում այս պահին զոհեր եւ վիրավորներ չկան։ Սպուտնիկ Արմենիայի մեր գործընկերների հետ զրույցում Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ Սեդրակ Բալյանի խոսքով քաղաքում լարված իրավիճակ է։ Հնչում են գնդակոծությունների ձայներ, սակայն 5 քաղաքն ու հայկական թաղամասը չեն թիրախավորվել։ Լիբանանահայ համայնքի ներկայացուցիչ Միսակ Նաջարյանն էլ հայտնել է, որ Բեյրութի հայկական Բուրջ Համուդ թաղամասը եւ Անտիլիսիայի շրջանը չեն ռմբակոծվել, սակայն երկրում իրավիճակը լարված է։ Վտանգի տակ են Բեկայի շրջանն ու Անջարը։ Հայ համայնքում բարեբախտաբար տուժածներ չկան։